Շնորհակալ եմ շատ հարցերի համար, իրականում շատ բազմաշերտ ու տարբեր ուղղություններ ներառող հարցադրումներով հանդես եկաք սիրելի Էլինար, փորձեմ թերևս ըստ կարևորության անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Տեսեք, մեր թերևս թիվ 1 սխալը այս ամբողջ ժամանակահատվածի հավերժություն թվացող այս 8 տարիների ամենամեծ սխալը այն է եղել, որ մենք տարբեր ժամանակաշրջաններում փորձել ենք որոշակի տրամաբանության կամ խելամտության էլեմենտներ գտնել իշխանության վարքագծում կամ ելույթներում կամ արարքներում։ Հասարակության քաղաքական դաշտի բանական հատվածը դժվար թե երբևէ կարողանա որևէ նման խելամտության տար կամ էլեմենտ գտնել։ Հիմա եթե մենք խոսում ենք վերջին ամիսների քաղաքական իրադարձությունների մասին, պետք է ասենք, որ բոլոր հնարավոր եւ անհնարին հարթություններում իշխանությունը հատել է բոլոր տեսակի կարմիր գծերը։ Եվ խոսքը ամենևին քաղաքականության մասին չէ։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի նրա ընտանիքի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի, քաղաքական վրեժխնդրության գործընթացի մասին, ապա կոնկրետ այդ հանձնարարականները, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչում էին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ այսպես ոչնչացնելու, ունեզրկելու, տապալելու, սպառնալիքները հնչում էին պիկապների վրայից, վերջին օրերին պարզապես այդ սպառնալիքները տեղափոխվեցին խորհրդարան, տեղափոխվեցին խորհրդարանական ամբիոն եւ նույն գործընթացը սկսեց տեղի ունենալ ընդդիմադիր այլ քաղաքական գործիչների Ռոբերտ Քոչարյանի եւ նաեւ սպառնալիքների շարքը շարունակական է, որ առաջիկա օրերին նաեւ այլ քաղաքական ուժերի եւ առաջնորդների նկատմամբ է իրականացվելու։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կոնկրետ իրականացված այս անպարկեշտ, անբարո, անտրամաբանական գործընթացը իրականացվում է կոնկրետ մեկ մարդու քաղաքական վրեժխնդրության շրջանակներում, սա բոլորին է հասկանալի, որովհետև այն տեսարանը, որը կոնկրետ մարդու ցուցումով իրականացվեց Գագիկ Ծառուկյանի տանը, երբ 7:16 րոպեին, երբ ԱԱԾ-ն ներխուժում է Գագիկ Ծառուկյանի բնակարան, այսպես 30-40 դիմակավորված անձանցով, եւ երբ Գագիկ Ծառուկյանը ընդառաջ է գնում նրանց, եւ երբ Գագիկ Ծառուկյանը ուներ բազմաթիվ րոպեներ անգամ իր տնից դուրս գալու, հեռանալու, բայց քանի որ բազմիցս հայտարարել է, որ ինքը գիտի, որ իրեն կալանավորելու են, ինքը գիտի, որ իր տունը խուզարկելու են, անգամ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է, որ իր մայրիկի հետ այդ թեմայով զրույց է ունեցել, որովհետև իր համար ամենակարևորը իր մոր կարծիքն է, եւ տիկին Ռոզային զգուշացրել է, որ երբ որ կգան իմ հետևից, խնդրում եմ հանկարծ ինքնազգացողությունդ չվատանա, դու պատրաստ եղիր, ժամանակավոր բարդություն է։ Երբ որ մարդը հրապարակային հարթության մեջ անում է նման հայտարարություններ եւ պարզապես մեկ մարդու անձնական ամբիցիան բավարարելու ցանկությամբ եւ այսպես անհակ փափագով կոնկրետ այդ տեսարանը ստանալու նպատակով իրականացվում է այդ շոուն, կարծում եմ, որ սա համակարգային ողբերգություն է, որովհետեւ Տաթևիկը շատ դիպուկ բան ասաց, այդ հանձնարարականը կատարող մարդկանցից յուրաքանչյուրը պետք է ունենա համարձակություն հետագա